Կցանկանայինք ձեր կարծիքը լսել այս ամենի վերաբերյալ, ինչ երկրում կատարվում է, հատկապես հոգևորականների շուրջ ծավալված այս խնդիրների հետ կապ։ Այնքան աբսուրդային իրավիճակ է, որ արդեն մեկնաբանություն տալն էլ է աբսուրդ թվում, որովհետև ամեն ինչ շատ պարզ է, ուղղորդված, նպատակաուղղված եկեղեցին քանդելու արշավ ու ծրագիր է ավելի մեծ, ընդ որում ծրագիրը զուգադիպում է հիմնականում եւ մասնավորապես Ադրբեջանից եկող տարբեր շրջանակների հայտարարություններից հետո։ Եթե խոսում ենք եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ապա անպայման պետք է հիշեցնենք հերթական անգամ ֆիքսենք, որ շատ առանցքային իրողությունները տեղի են ունեցել Ադրբեջանի ինչ-որ մի հոգևոր առաջնորդի կողմից արված հայտարարություններից հետո, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից արված քայլերը։ Ես կարծում եմ, որ նպատակը սասանելու հայ առաքելական եկեղեցու հիմքերը ամենաառաջին հերթին կանգնում է նրանում, որ օրվա ռեժիմը հրաշալի գիտակցում է հայ առաքելական եկեղեցին այն առանցքային վերջին ամենակարևոր հանգրվանն է մնացել, որ կարող է դառնալ իրենց իշխանությունից հեռացնելու լոկոմոտիվը հայ ժողովրդի համար, ոչ թե հոգևորականների ձեռքով, այլ հասարակությունը հենց եկեղեցու համար եւ եկեղեցու միջոցով կկարողանա ի վերջո նրանց ասել վերջնականապես ոչ։ Դրա համար այդ վախերը դրսևորվում են հենց տարբեր այս քայլերի միջոցով, կարգալույս քահանային աջակցության միջոցով, բայց այն մարդիկ, ովքեր որ այդպես շատ ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես իրենց համար անվտանգություն է խոստանում, աջակցում է ինչ-որ մի պահի, ինչպես բոլորին երբևէ արել է Նիկոլ Փաշինյանը, օգտագործված թաշկինակի պես պարզապես շպրտելու է քաղաքական կամ այս պարագայում հոգևոր աղբամանը։ Տիկի Կոստանյան, մի հարց էլ այս գալիք պատարակի հետ կապված, քանի որ Փաշինյանը կրկին ասել է, որ ինքը մասնակցելու է կարգալույց քահանայի պատարակին, ինչ է կարծում, ինչու կրկին մասնակցել եւ պարբերաբար ձեզ կմասնակցի այս։ Իհարկե ինքը քայլերը անելու է այն հաճախականությամբ եւ այն պարբերությամբ, քանի վերջնական չի փորձի համոզվել, որքան է աջակցությունը, բայց թող դա լինի մաքսիմում 10-20 հազար հոգի, որոնց տիպողաբար կամ չգիտեմ ինչ-որ վարչական լծակներ օգտագործելով են բերում կամ իրեն անմիջական, այսինքն են մարդիկ են, ովքեր հանձին Նիկոլ Փաշինյանի տեսնում են իրենց եւ իրենց կեղծ փրկությունը, չեմ կարծում դրանից ավելի կլինի աջակցությունը եւ ինչ-որ բայ այս օրակարգն էլ, ինչպես բոլոր օրակարգերը, մաշվելու են, գնալու են մինչեւ ընտրությունները։ Սա կարելի է համարել նախընտրական տրամաբանության մեջ արվող հերթական քայլ եւ սա մարտահրավեր ու ձեռնոց է հայ առաքելական եկեղեցուն, որովհետեւ եթե խնդիրը դիտարկում ենք ավելի գլոբալ, լայն աշխարհաքաղաքական նաեւ հոգեվոր քաղաքական տեսանկյունից, այս քայլը պատահական չէ։ Բայց որպեսզի չխորանանք այդ մանրուքների մեջ, այստեղ շատ կարեւոր է գիտակցել, որ ցանկացած սուտ կեղծիկ ինչ-որ մի օր ուղղակի պայթում է եւ Փաշինյանի այս քայլն էլ ինչ-որ պահի ուղղակի մաշվելու է։ Տիկին Կոստանյան, մի հարց է նրա հետ կապված, որ Ստեփան Ասատրյանը վերցրել է հովանավանքի բանալիները եւ միայն ինքն է կարողանում դուռը բացել, փակել։ Այդ առումով ինչ կասեք, այսինքն ինչ քայլեր պետք է ձեռնարկվի սա կանխելու համար։ Դե տեսեք, այսօր հայաքաղի ազգային քաղաքացիական միավորման անդամներս դատախազություն ներկայացրեցին հանցագործության մասին հաղորդում հենց սրա տրամաբանության մեջ, այսինքն ոմն քաղաքացի իրեն իրավունք է վերապահել ուրիշի գույքին տիրանալ ապօրինի ճանապարհով եւ եղանակով, պարզապես իր ձեռքին ունենալով եւ իր մեջքին օրվա դրածո իշխանության հովանավորությունը եւ առանց գիտակցելու, որ այս ապօրինի քայլերը վաղը միսօր իրեն հանգեցնելու են ուղղակի օրենքի առջև շատ մեծ պատասխանատվության։ Չի կարող օրենքը շարունակաբար ոտնահարվել, ինչպես անում է այսօրվա իշխանությունը, ինչ որ մի պահի այդ օրենքը շրջվելու է հենց իրենց դեմ եւ իրենք
օրենքի տարին համապատասխան պատժվելու են, կանգնելու են դատարանի առաջ։